Ռուզանա Ստեփանյան, համահայկական ճակատ շարժման անդամ, բազմիցս ասել ենք, որ համահայկական ճակատ շարժումը կանգնած է հումանիտար բոլոր խնդիրների կողքին, որոնք ցավոք ներկա իշխանությունների համընդհանուր լռության արդյունքում մատնված են անտերության։ Իմ կանգնած են 23 թվականին Արցախի վրա վերջին հարձակման ժամանակ զոհվածների ընտանիքներ, որոնք չկարողացան պատշաճ ուղարկավորել իրենց զավակներին, կհիշեք բլոկադա էր, անգամ այդ դագաղների հարցն էր դժվար լուծում, ոմանք նույնիսկ ադյալներով են ուղարկավորել եւ ես չգիտեմ դուք լուսաբանել եք թե չէ, մենք ծնողների ստորագրությամբ եւ համահայկական ճակատ շարժման ստորագրությամբ հունվարի 22-ին նամակ էինք հանձնել Նիկոլ Փաշինյանին եւ արտաքին գործերի նախարարությանը։ Նիկոլ Փաշինյանը նամակը ուղարկել էր ԱԳՆ-ն ուղարկել էր ԱԱԾ, իսկ ԱԳՆ ուղարկված նամակը ընդհանրապես քար լռություն, թեպետ ի սկզբանե պարտավոր է հենց այս հարցով զբաղվել արտաքին գործերի նախարարությունը։ Հիմա նամակը եկել է ազգային անվտանգության ծառայության, դուք գիտեք, որ հանձնաժողով կա ստեղծված պատանդների գերիների հանձնաժողովը, հասցեագրվել է այդ հանձնաժողովին, որի ղեկավարը անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանն է, եւ մենք ստանում ենք նամակ, որում բացակայում է այն հանգամանքը, որ այս մեր ուղարկած նամակը քննվել է հանձնաժողովի կոլեգիալ նիստում։ Եթե չի քննվել այդ կոլեգիալ նիստում, մենք ինչպես հավատանք նամակի այն բովանդակությանը, որ դա քննվել է Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովի հետ։ Քանի որ պետք է այդ կոլեգիալ նիստում հանձնաժողովի քննարկվեր, ստանար առաջարկություններ, դիտարկումներ, գուցե եւ 1-2 ծնողի հրավիրեին, իրենք ավելի հանգամանալից հասկանային խնդիրը, բայց ստացել ենք պատասխան, որ իրենք աշխատում են այս ընթացքում Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովի հետ։ Սա ազգային անվտանգության ուղարկվող երրորդ նամակն է թվով։ Մեկ անգամ ուղարկվել է նամակի պատասխանը աշնանը եկել է, որ իրենք զբաղվում են։ Երկրորդ անգամ նամակը հանձնվել է հանդիպման խնդրանքով ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը ասել է, որ իրենք ժամանակ չունեն այս պահին ընդունելու, անցել է քանի ամիս, այդ ժամանակը դեռ չի գտնվել, եւ երրորդ նամակը, որ ստացել ենք, դարձյալ կիսատ մեր բոլոր խնդիրները չարտացոլող նամակ է։ Դրա համար մենք այսօր նորից այստեղ ենք, բոլոր նամակների տակ ծնողները ստորագրում են, մի քիչ այսօր մեր ծնողները քիչ են, որովհետև մարզերից են գալիս մարդիկ, ամեն անգամ իրենց դժվար է բերել, բայց խոսքը 62 ընտանիքի մասին է։ Իսկ այսօր ինչ եք պահանջում այստեղ։ Հրապարակայնորեն պարզաբանել, ես նամակի մեր պահանջները, հրապարակայնորեն պարզաբանել, թե ինչու մինչ օրս այս հարցը չի քննարկվել կոլեգիալ ձևաչափով այդ հանձնաժողովի նիստում, ով է կրում դրա համար պատասխանատվություն։ Եթե չի քննարկվել, մենք վստահ ենք, որ դարակում է։ Խնդրում ենք ԱԱԾ տնօրենի անհապաղ հանդիպումը այս ընտանիքների ներկայացուցիչների հետ, սահմանել հստակ ժամկետներ եւ գործողությունների ճանապարհային քարտեզ արտաշիրման եւ աճյունների վերադարձի գործընթացը սկսելու համար։ Եվ քանի որ Հայաստանի իշխանությունները բոլորս ենք լսում ամեն օր, օրը 10-24 անգամ հայտարարում են խաղաղության օրակարգի մասին, սակայն խաղաղությունը վստահ ենք, որ չի կարող կառուցվել, երբ նույնիսկ մահացածների արժանապատվության հարցը չի արժանանում պետական մակարդակի քննարկման։ Այս նամակը պաշտոնական պահանջ է, հարցը դուրս է բերել փակ եւ ոչ թափանցիկ շրջանառությունից, ուզում ենք հարցը դուրս բերվի եւ տեղափոխվի առարկայական պատասխանատվության դաշտ, ինչպես նաեւ պահանջում ենք ծնողների հետ հանդիպում, ԱԱԾ տնօրենի եւ ծնողների հետ հանդիպում կամ հրավիրել այդ հանձնաժողովի նիստը, նամակը ստորագրել է համահայկական ճակատ շարժման անունից, ես եմ ստորագրել, այստեղ կուսակցության նախագահն է, նաև մենք այս հումանիտար խնդիրների կողքին ենք եւ ծնողներն են հիմա այսպես ստորագրելով կգնան, քիչ առաջ մեզ մոտեցավ ԱԱԾ աշխատակիցը
նաև ծնողների անուն ազգանունները վերև բարձրացրեց, չեմ կարող ասել գուցե նախապատրաստեն հանդիպում շատ լավ կլինի, որովհետև յուրաքանչյուր խաղաղության պարագայում գոնե արժանապատիվ քրիստոնյային վայել խնկարկումը հնարավոր է կազմակերպել եւ եթե անհետ կորածների հարցում պատճառաբանվում է, որ մենք չգիտենք տեղը, այս մարդիկ հստակ գիտեն որտեղ են իրենց զավակները եւ մենք ամեն անգամ տեսնում ենք թե ինչպես են ադրբեջանցի ասկյարները պղծում մեր արցախցիների, մեր հարազատների շիրիմները եւ այդ վտանգից խուսափելու համար մենք խնդրում ենք օր առաջ անհապաղ կազմակերպել այս գործընթացը եւ նորից եմ ուզում կրկնեմ մենք չենք փորձում այսպես թաքուն մտնել ինչ-որ սադրանքների հետևից եւ այլն, մենք այստեղ ենք կոնկրետ մեր խնդիրը բարձրաձայնելու եւ այդ խնդիրներին հստակ պատասխաններ ստանալու համար։ Համապատասխան նամակներ ուղարկել ենք եւ Ֆրանսիայի դեսպանատուն եւ առաջիկայում պատրաստում ենք Միացյալ Նահանգների դեսպանատան հետ հանդիպում ունենալ, որովհետեւ Արցախի խաղաղության հարցում կարծես թե հենց այդ պետություններն են շատ ավելի ներգրավվածություն ունեցել խաղաղություն, իրենք են նաև այդ խաղաղության գլխավոր ստորագրողները եւ հայտարարողները, ավելի ճիշտ հայտարարողները, մենք նաև կփորձենք հանդիպում Միացյալ Նահանգների դեսպանատանը, թեպետ նամակ ենք հանձնել նաև պարոն Վենսին, իր այցի օրը դեռ պատասխան չենք ստացել։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։